Չի անկում ենք 44-օրյա պատերազմի Խրոնիկոնից այդ մեր սեպտեմբերի շարքից։ Մենք շատ ենք մտահոգվում, քննարկում, թե ոնց Շուշին անկավ, բայց երբ որ մեր հանրային դաշտի ինֆորմացիաները տենում մեկտեղ մեզ մասնակիցների, ականատեսների խոսքերը 4 տարի անց էր եւ շատ իմ մոտիկներ արդեն ստրեսելներից ավելի մանրամասներ են պատմում եւ այդ մազայական, որ հանրագումար ես բերում հանրային դաշտի ինֆորմացիայով, հասկանում ես ինչ լպիր դավադրություն ունեցել, որ թե պլանավորածները, թե այդ հրաման կատարողը հրահրողները 7 պոտով պիտի պատժվեն։ Նախ հիշեցման կարգև ասեմ, որ 92 թվականի մայիսի 8-ին մենք Շուշին չենք գրավել, այլ Շուշի գրավման անվան տակ մեզ ազեղները նվիրել են Կրեմլի KGB-ի Բաքվի գործակալներով, Երևանի գործակալներով իմիտացիա են արել կռվի, Շուշի գրավման։ Այդ ամենը մենք Շուշի հերոսապատում 92 թվին, երբ որ տենում լսում, մտածում ենք իրանում ենք, դրան գումարած ազեղների բլոգերների, որ ընդդիմադիրների 92 թվականի ապրիլի վերջին Շուշի զորքի մեծ մասը հանվել է, այնտեղ Բաքվի գենշտաբի հրամանով, դրան գումարած, որ իմանում ես ինֆորմացիան, որ 92-ի մայիսի 8-ին Թեհրանում Լևոն Տեր-Պետրոսյանը ԵՉԲ-ի հետ զինադադար են կնքում եւ խաղաղության բանակցություններ են սկսում։ Այդ ամենը վիժվեց Շուշիի գրավումով 92 թվականին համարյա ամռանը ամբողջ Արցախը դատարկվեց եւ մի փոքր Ստեփանակերտի Ասկերանի շրջաններ մնացել, բայց հույսներից դրին մեր վրա սկսեցինք ազատագրել։ Այդ ընթացքում ամռանը, հիշեցնեմ, 92 թվականի Վազգեն Մանուկյանը, այդ KGB-ի կապիտանը, մեծ միտինգներ էր անում օպերայում, որպեսզի KGB-ի ավագ լեյտենանտ Լևոն Պետրոսյանի ֆուկաներ, այդ Կրեմլի ազերական մի ագենտը մյուս ագենտի դեմ արել, Լևոն Տեր-Պետրոսյանի նվիրյալ ՀՇ-ական Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ Ղարաբաղի ու այստեղ Հայաստանի իրենց դիվիժեններն էին անում, իօգուտ փաստորեն Կրեմլի ու Ալիևի ազերների շահին։ Անդրադառնամ Շուշիի անկումը նոյեմբերի հայտարարակ դավադիր Շուշիի անկումը Սեյրան Օհանյանը Շուշիի պաշտպանության կազմակերպիչն է եղել, ինքը ոչ մի ամեն ինչ լողոզված է ներկայացնում, որը Արգիշտի Քարամյանն էլ է Շուշիում եղել, ոչ մի բառ չի ասել, KGB-ի ինքը ղեկավարն է եղել, հետո արդեն լավ ուրիշի նշանակին ժամանակատար իրենք ոչ մի բան չեն ներկայացնում, բայց որ գումարում ես հանրային դաշտում եկած իրականություն, նայում ես քարտեզը, նայում ես Խրոնիկոնը, դավադրությունը բարձր է։ Թող Սամվել Բաբայանն էլ որոշ բաներ անի, ինքն էլ է ներկա եղել այդ Շուշիի նոյեմբերի գրողներին, այդ որ 1800 մեր հայ ժամկետային զինծառայող ու մոբ ռեսուրսին ուղարկեցին Շուշիի մատուցներ, մի այլ տվյալներով 1200-ին, ոնց զգալի մասը պրոստը սպանդին ենթարկվեց։ Իմ կարծիքով այդ ամենը դավադիր կազմակերպված այդքան մեծ զոհերով, որտեղ մեր դիմադրությունը կոտրեն, որտեղ ազերները որպես այդպեսին համարյա թե ռեսուրս չունեն կռվելու, որպես մեզ պարտադրեն զինադադարի լպիր այդ կապիտուլյացիոն թղթի համարժեք նոյեմբերի ակտը, անօրինական ակտը, որ ընդամենը թուղթ տա ազգային ժողովում չի քննարկվել, հաստատվել սահմանադրական դատարանով եւ նախագահան չի ստորագրել։ Դա անօրինական թուղթ է, որ ամեն ինչ իրականացվել է եւ դրանից բացի թե ինչ թղթեր է, մենք գաղափար չունենք, հետո ենք իմանում։ Եթե մենք դիտարկենք քարտեզով եւ այդ մարդկանց հոսքը դեպի Շուշի երկու կողմի ուղղություն է եղել, հիմնական ուղղությունը Ստեփանակերտի մոտով է եղել, դա մի տեղանք է, որը Լեռնոտ եւ ճանապարհը ձորի մեջով անցնում, Լեռնոտ, Անտառոտ տեղանք է, դարանակալման, շրջափակման եւ զուգակցելու շատ կատարյալ սխեմա է, շատ կատարյալ տեղ է եւ այդ հրաման տվողը, պլանավորողները, այդ հրաման ուղղություն տվողները, դրանք դավաճանությունների, լպերշության, սրիկուլյացիան գագաթնակետ իրականացնող գործընթացներ են, դրանք ոչ թե պետքա պատժվեն, այլ 7 պորտով հանդերձ պետքա պատժվեն։ Մենք քարտեզով նայում ենք, դա նույնիսկ ականատեսների վկայությամբ, որ նոր ստրեսից էլ նոր շատ նորություններ են պատմում, ամեն ինչ էլ շատ լպիր կազմակերպված եղել հնարավորին շատ զոհեր տալու համար, որտեղ այդ տեղանքով այդքան մեծականական զորքը կալոնաներով դա իմ նման նույնիսկ բանակ ծառայ զինվորի համար, շարքայինի համար դա անգրագիտությունների անգրագիտություն է, բայց որ հասկանում ես ինչի համար է դա արվել, դա հասկանում ես դավադրության ու լպշության գագաթնակետը ինչ աստիճանի է,
առանց զրահատեխնիկայի, առանց տանկի տեղանքով շարժվել, դա բացառում է, դա պարզապես բանդի ուղարկելու միջոց է եղել։ Այնտեղ մի հատ տանկ է եղել, երկու հատ BTR-եր, որ ելել է այնտեղ Շուշի ռոձի գրոհի մատուցները նկարելու համար, բայց այնքան որ նկարվել է, այդ տանկը հետա քաշվել, բայց թուրքերը վերևից խփել են այդ տանկը ու ոչ մի տեխնիկա չի եղել, դա բացառում է, դա որ լավ իմանալով այդ գերիշխող դիրքերի առկայությունը, առանց հրետանային նախապատրաստումը, առանց մինամյոտի աջակցության, առանց զրահապատ տեխնիկայի ուղեկցությամբ 10-28-ի քար են գնային, բայց որ տենց կարունաներով գնացել են ու Թուրքիայի ու Պակիստանի սնայպերները, սպեցնազի սնայպերները, այնտեղ պարզապես այդ սաֆարիի նման ճագարների, այնտեղ լորերի նման մեծ դրել լպիշամատությունը, բայց այդ են արել, դրել մեզ հնձել են, դա դավադրությունների, լպիշությունների գագաթնակետներ, ցանկացած կազմակերպիչ, այդ պլանավորմանը մասնակից, այն գեներալից այդ Սեյրան Օհանյան, Սամվել Բաբայան, որ նույնպես մասնակցել է, թող մի հատ սաբան է հարցերը ոնց եղել, քարտեզներով որ նայում ես, դա նույնիսկ բանակ ծառայած այդ պովերը հասկանում է, որ դա ամենածուղակ գցելու շատ հանճարեղ միջոց է, թե մարդիկ են գնացել, թե ոնց են գնա, ոչ մեկի կամավորների շարքային ժամկետային զինծառայողների ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարան մեզ լպիշ, տենց գցեն ծուղակը, գցեն միտեղ ու սպանդանոցի այդ սաֆարի նման սաղից խփեն, դա ոչ մեկի մտքով տենց բան չի անցել, իրենք բոլորին ասել են, որ հարցնում եք այնտեղ ձեզ կդիմավորեն, այնտեղ զրահատեխնիկայի ուղեկցությամբ կգնաք։